Համաշավանեն հեժա, ազվասլավ դկմսարու պալատ։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, այսօր մենք զրուցելու ենք քաղաքագետ Դիտան ուղեղային կենտրոնի վերլուծաբան Սադատ Յուրդաշի հետ։ Մենք կխոսենք քուրդ առաջնորդ Օջալանի վերջին կոչի վերաբերյալ։ Բարև ձեզ, պարոն Յուրդաշ։ Մի քանի օր առաջ քուրդ առաջնորդ Աբդուլլա Օջալանը Քրդստանի բանվորական կուսակցության ազատամարտիկներին զենքերը վայր դնելու կոչ արեց, ինչպես նաև կոչ արեց լուծարել կուսակցությունը։ Խնդրեմ ասեք, թե սա ինչ գործընթացի սկիզբ է։ Նախ ուզում եմ ողջունել ձեր հեռուստադիտողներին և շնորհակալություն հայտնել այս հնարավորության համար։ Այո, պետք է ասել, որ սա ինչ-որ իմաստով նոր գործընթաց է, բայց նաև ինչ-որ իմաստով հիմքերը տարիներ առաջ են դրվել։ Ես հիշեցնեմ, որ նման մի գործընթացի մեկնարկ տրվել էր կամ ավելի շուտ սրան մոտ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2013 թվականին։ Այն ժամանակ Քրդստանի բանվորական կուսակցությունը փոխեց իր անունը։ Այդ ժամանակ նաև զենքերը վայր դնելու կոչ արվեց։ Բայց ի տարբերություն այս անգամվա կոչի, այն ժամանակ խոսք էր գնում Թուրքիայի տարածքում գործող խմբերի մասին։ Այս անգամ հնչեցված կոչի մասով մի փոքր խառնաշփոթ կա, քանի որ Սիրիայի քրդերի առաջնորդ Մազլում Աբդին հայտարարել է, որ կոչն իրենց ուղղված չէ, բայց կան գործիչներ, որոնք պնդում են, որ Օջալանի կոչը ուղղված է քրդական բանվորական կուսակցության հետ կապ ունեցող բոլոր զինված խմբավորումներին, այդ թվում նաև Թուրքիայի տարածքից դուրս գործող խմբավորումներին։ Այս տեսանկյունից ես կարծում եմ, որ սա նոր և պատմական որոշում է։ Պարոն Յուրդաշ, ինձ հետաքրքիր է, թե Թուրքիայում, Սիրիայում, Իրաքում, Իրանում և աշխարհում ապրող քրդերը ինչ են մտածում այս որոշման և կոչի մասին։ Պետք է ասել, որ այս որոշմամբ մարդկանց մոտ անհասկացվածություն կա, քանի որ երկար տարիներ Աբդուլլա Օջալանը, Քրդստանի բանվորական կուսակցությունը, նրանց ներկայացուցիչները գործ են ունեցել կամ, այսպես ասենք, հարցերը լուծել են զենքի միջոցով։ Եթե գնանք իրենց առաջին հռչակագիրը, ապա այնտեղ արձանագրված է հարցերի լուծման գործում ուժի գործադրման դերը։ Երբ մարդիկ Դիարբեքիրի Շեխ Սայիդ սրահում հավաքված էին, որպեսզի լսեն Օջալանի կոչը, նրանք հուզված էին և ուրախ, որ նրա խոսքը լսելու հնարավորություն ունեն։ Եվ այդ մարդիկ կոչի նախաբանը լսեցին, շատերը անձայն հեռացան, շատերի սիրտը ցաված, քանի որ մարդիկ կարծում էին, որ այս պայքարը իրենց տեսած դժվարություններն ու զրկանքները կբերեն տեսանելի մի արդյունքի։ Նրանք հույս ունեին, որ արդյունքները կլինեն ազգային, լեզվական, մշակութային և ինքնակառավարման տեսանկյունից առաջընթացի տեսքով։ Այս անգամ ցավոք այդպես չեղավ։ Նախկինում մենք տեսել էինք, որ տեղական ինքնակառավարման հնարավորություն ստեղծվեց։ Հիմա հայրերն ու մայրերը, որոնք որդիներ են կորցրել, մարդիկ, ովքեր հետապնդվել են, մարդիկ, ովքեր բանտարկություն են տարել կամ տուն են կորցրել, քննարկում են, հարցնում են, հետաքրքրվում են, թե ի վերջո ինչ կտա այս գործընթացը իրենց, ինչ կտա քուրդ ժողովրդին և վաղվա օրը ինչպիսին կկառուցվի։ Իրականում այս հայտարարությունը նման էր Արցախի հանրապետության կորստի մասին հայտարարությանը։ Այստեղ էլ մարդիկ հազարավոր նահատակներ են տվել, զրկանքներ էին տարել, բայց վերջնարդյունքում կորցրեցինք ամեն բան։ Հիմա կխնդրեմ մեզ համար պարզաբանել, թե այս բանակցություններով կողմերը ինչ են ստանում, ինչ են ստանում կամ ուզում ստանալ թուրքերը և ինչ են ստանում քրդերը։ Կարծիք կա, որ այս կերպ Էրդողանը ցանկանում է սահմանադրական բարեփոխումների համար ստանալ քուրդ պատգամավորների ձայները, իսկ քրդերը ցանկանում են երաշխիք ստանալ, որ Թուրքիան չի ներխուժի Սիրիական Քրդստան, այսինքն զոհաբերում են Քրդստանի բանվորական կուսակցությունը, որպեսզի պահպանեն Սիրիայի քրդական ինքնավարությունը։ Խնդրեմ ձեր կարծիքը։
پر برفره دخوازه پر عالی ویهنه یعنی Մի ձևակերպամբ, մի գնահատականով ու պատասխանով հնարավոր չէ ամբողջ պատկերը տալ։ Ակնհայտ է, որ այս կոչ հռչակագիրը պատրաստվել է պետության մասնակցությամբ։ Առաջին հերթին պետք է արձանագրել, որ այս կոչով, այս հռչակագրով պետության ներսում հանգստություն է հաստատվում։ Պետությունն ասում է, որ քրդական բանվորական կուսակցությունը պետք է քայլեր ու որոշումներ կայացնի այն սահմաններում, որոնք կնախանշի պետություն, դրանից դուրս ոչինչ չի կարող արվել։ Մյուս կողմից ասում են, որ մենք որպես պետություն, խորհրդարան, կառավարություն կարող ենք քայլեր ձեռնարկել, որոնք թույլ է տալիս Թուրքիայի Հանրապետության Սահմանադրությունը, ոչինչ ավելին։ Իհարկե այս բանակցությունները բաց չեն, և պայմանավորվածությունները հրապարակային չեն, բայց եղած գործողություններից սա կարելի է ենթադրել։ Կրկնում եմ, պետությունը իր համար գլխավոր խնդիր է համարում զինված գործողությունների դադարեցումը, ներքին կյանքի հանդարտության ապահովումը։ Քրդական բանվորական կուսակցությունն էլ պատասխանում է, որ այո, ես պատրաստ եմ զենքերը վայր դնել և պատրաստ եմ գնալ լուծարման։ Մյուս կողմից հարց է, թե ինչ ազդեցություն կլինի Սիրիայի քրդական ինքնավարության վրա, ինչ փոփոխություններ կլինեն։ Ակնհայտ է, որ այս մասով ևս ակտիվ քննարկումներ են գնում։ Բայց պետք է նկատել, որ Սիրիայի Քրդստանի հարցում միայն Թուրքիայի քաղաքականությունը չէ, որ ամեն բան որոշելու է։ Չպետք է մոռանալ, որ Սիրիայում նաև աշխարհաքաղաքական ներգրավվածություն կա, այսինքն այնտեղ միայն տարածաշրջանային մակարդակում հարցը հնարավոր չէ լուծել, և միայն Թուրքիայի որոշումից չէ կախված։ Այս ուղղությամբ նախկինում ևս սպառնալիքներ եղել է միջամտություն։ Այս պահին ամեն բան հստակ չէ և չի կարելի միանշանակ գնահատականներ տալ, բայց մի բան հաստատ կարելի է ասել, որ հիմա խոսվում է տարիներ առաջ պատերազմի հետևանքով իրանց բնակավայրերը լքած քրդերի վերադարձի հնարավորության մասին։ Մասնավորապես այս մասին օրերս հայտարարեց Իլհամ Ահմեդը։ Նա ասաց, որ բոլոր նրանք, ովքեր այլ բնակավայրերից եկել են Աֆրին քաղաք, կհեռանան և քրդերը հնարավորություն կստանան վերադառնալ Աֆրին։ Այս ամենին Թուրքիան իհարկե քաջատեղյակ է և ինքն էլ է քայլեր ձեռնարկում, որպեսզի գործընթացը առաջ գնա։ Նույնը կկատարվի Սարեյ Կանիեում և մյուս քրդաբնակ շրջաններում։ Այո, պետք է ասել, որ Թուրքիայի ներսում շատ բան է տեղի ունենում։ Երկար տարիներ պայքար կա ընդդիմություն, անկախ նրանից, թե որքան հետապնդում, ճնշումներ և փորձանք կլինի։ Կա կարիքի մեջ ապրել ու այս բանակցությունների հիմնական նպատակը հանուն Թուրքիայի ապագայի այս ամենը մոռանալն է։ Մյուս կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ի Համասի հարձակումը Իսրայելի վրա, հետո Իսրայելի պատասխանը Գազայի հատվածում, հարվածները Լիբանանին, Սիրիայի և Ասադի ռեժիմի տապալումը Թուրքիայի համար մեծ ահազանգ են, որ Մերձավոր Արևելքում որոշակի տատանումները կարող են լրջագույն մարտահրավերներ ստեղծել իրենց համար։ Այս ամենը հաշվի առնելով Թուրքիան ամեն կերպ փորձում է ներքին հաշտության հասնել, որպեսզի չեզոքացնի նման զարգացումների հավանականությունը։ Սա, ինչպես արդեն ասացի, անում է հանուն ապագայի։ Հենց այս նպատակի համար, կարծում եմ, առանց հրապարակային ասելու, քայլեր կարվեն քրդերի համար լեզվի, մշակույթի ուղղությամբ։ Այս ամենի հետ, կարծում եմ, կա նաև Էրդողանի վերընտրության համար Սահմանադրության փոփոխության հարցը։ Եվ սա էլ նորմալ է, քանի որ իմ կարծիքով քաղաքական գործիչները, կուսակցությունները, երբ որևէ գործընթաց են սկսում, քայլ են անում, փոփոխություններ են նախատեսում, բնականաբար հաշվի են առնում նաև իրենց շահը։ Սա լինում է բոլոր դեպքերում։ Նկատեմ նաև, որ քրդական այս ապստամբությունը, որը բանակցությունների հաջող ավարտի դեպքում կդադարի, ամենևին նման չէ նախկինում եղած ապստամբություններին։ Օրինակ 100 տարի առաջ Շեյխ Սաիդի ապստամբությունը ճնշվեց և ինքն իր 46 գաղափարակիցները կախվեցին ու դրանով ամեն բան ավարտվեց։ Այս անգամ Օջալանի կոչով չի հայտարարվում ապստամբությունը ավարտելու, պայքարը դադարեցնելու մասին, այլ ասվում է, որ փոխվում է պայքարի ձևը։ Զենքերը վայր դնելու կոչ է արվել, քանի որ ըստ հռչակագրի հնարավորություն է տեսնում առանց զենքի
քաղաքական ճանապարհով առավել ամրացնել քրդերի պայքարը։ Հիմա դրա հնարավորությունը կա։ Ու սա հենց այնպես չի ասված, քանի որ հռչակագրին, որ ընթերցվեց, հետևում են ՄԱԿ-ից, Եվրամիությունից ու միջազգային այլ դերակատարներ։ Ակնհայտ է դառնում, որ այս գործընթացը, որը հիմա մենք տեսնում ենք, չի սկսել Թուրքիայից և Թուրքիայով չի ավարտվելու։ Ակնհայտ է, որ այս գործընթացին կան միջազգային մասնակիցներ, որը փոխում է իրերի դրությունը։ Ակնհայտ է նաև, որ զինված պայքարով հաջողություններ հասնելու հնարավորություններ չկա։ Այո, այնպես էլ չէր, որ քրդական բանվորական կուսակցությունը կործանված էր, բայց նոր բան հնարավոր չէր անել։ Այս մոտեցման փոփոխությունը, եթե քրդական բանվորական կուսակցությունն ի վերջո կյանքի կոչի, ապա այն կարող է նոր հնարավորություններ քաղաքական, հասարակական, ժողովրդավարական պայքարի մեծ տարածք բացել։ شرن دموکراتیک سیاسی و سیویل ده قادن و علاوه پرمزن در خیر راسته Brez yurttaş, axaptan xarraci, xada juvagod, Պարոն Յուրտաշ, չկա արդյոք մտավախություն, որ Թուրքիան որպես պետություն կարող է հասնել իր նպատակներին, այսինքն զինաթափել, լուծարել Քրդստանի բանվորական կուսակցությունը եւ երբ հերթ հասնի իր պարտավորությունների կատարմանը, հրաժարվի դրանք կատարելուց։ borcı xayanin ne, tıştıku ev gere büked ne ekirin, eftirse yanına. براستی ابتر مرجی هر کسی ده هیه ددلی هر کسی ده هیه جبر کو yani պարատիվա Իրականում Թուրքիայի Հանրապետության գոյության վերջին 100 տարիների մեջ կարելի է շատ դեպքեր առանձնացնել, երբ եղել է խաբեություն եւ սա տեսանելի է։ Հենց սրա համար պետք է արթունություն լինի, զգուշավորություն լինի, բայց մյուս կողմից պետք է լինի նաև պատրաստակամություն։ Ու այս գիտակցումը պետք է լինի կազմակերպությունների մոտ, քաղաքական միավորների, միջազգային հանրության, Թուրքիայի եւ աշխարհի քրդերի մոտ։ Քրդերին այս պահին պետք է միասնություն եւ համագործակցություն։ Մյուս կողմից նկատենք, որ զինված այս պայքարը մերձավոր արևելքում քրդերին միշտ պահում էր մեղավորության մեջ եւ արդարացվում էր քրդերի դեմ իրականացված գործողությունները։ Հիմա եթե եղած պայմանավորվածությամբ դադարում է զինված պայքարը, ապա դա ուժեղացնում է քրդերին։ Ցույց է տալիս, որ կա քաղաքական պայքարի պատրաստակամություն։ Սա ուժեղացնում է քրդերի բարեկամներին։ Այս ճանապարհով կարծում եմ քրդերի բարեկամները, դաշնակիցները, միջազգային կառույցները կկարողանան մեծ պայքար տանել հնարավոր խաբեության դեմ։ Պետք է նկատել նաև, որ հիմա քրդերի համար իրավիճակը այլ է։ Հիմա քրդերը գիտեն իրենց շահերը, գիտեն աշխարհը, կապեր եւ մասնակցություն ունեն աշխարհի տարբեր երկրների գործընթացների, կազմակերպությունների աշխատանքին։ Ես հավատում եմ, որ քրդերի մեջ եղած այս արթնությունը, պայքարի ոգին, անգամ գործընթացի տապալման դեպքում նոր հնարավորություններ է բացելու նրանց համար։ Հիմա արդեն այս կրակը, որ կա քրդերի մեջ, կստեղծի նոր ճանապարհ, նոր հնարավորություն եւ նոր տարածք պայքարի համար։ Ես հավատում եմ։ Zor spas, brez yurttaş. Շնորհակալ եմ։ Ես հիշեցնեմ զրուցում էի քաղաքագետ Դիտան ուղեղային կենտրոնի անդամ Սադատ Յուրտաշի հետ։ Ցտեսություն, կհանդիպենք։